պարոն Մեսրոպյան հեծի պետականացման, այսպես ասած պետականացման այդ նիստերի ժամանակ լրագրողների հետ դասություն, ճեպազություն ու կատարարեցիք, որ պետությունը առաջիկա 3 ամսում հեծի տնօրենների խորհրդի կբանակցի սեփականության իրավունքի փոխանցման վերաբերյալ, եթե կողմերը համաձայնության չտան, ապա պետությունը կարող է գերակա շահի հիմքով վերցնել սեփականության իրավունքը։ Ինչ եղան բանակցությունները, եղել են դրանք թե ոչ, եւ հիմա արդյոք պետությունը պատրաստվում է գերակա շահի իրավունքով վերցնել հիմքով վերցնել սեփականության իրավունքը, պատրաստվում եք վիոլաջուրներ պետականացնել ինչպես հեծը, քանի որ վիոլաջուրիցներ են շատ բողոքները, եւ վերջին շրջանում պարոն Մեսրոպյան շատ խոսվեց, որ 12-13 միլիոն դրամով վարձակալած տարածքների մասին, հա, ուզում եմ հետաքրքրվել այդ տարածքները, այդ գումարները մենք ենք վճարել բաժանորդները, ինչպես պնդում են, թե ընկերության սեփականատերը շնորհակալություն։ Առաջի հարցը որն էր, բանը, ուրեմն առաջի հարցից սկսենք գերակաշահի մասին, այո, այնինչ ժամանակ ես ասուլիսի ճեպազրույցի ժամանակ ասել եմ, ոչինչ չի փոխվել, օրենքից է բխում այդ իմ ասածը եւ դեռևս ժամանակահատվածի 3 ամսվա դեռ չի ավարտվել եւ առաջիկա օրերին կամ մամուլով կիրազեկեն այդ մասին կառավարության բավական մարմինները կամ կիմանանք գաղտնի որևէ գործընթաց չկա պետությունը այս փուլում երբ որ մենք դադարեցել են պաշտպան լիցենզիան հեծի հաջորդ փուլը այո դա էր որ 3 ամսյա ժամկետում պետությունը պետք է նախկին սեփականատերերին լիցենզավորված պաշտպան լիցենզավորված գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ դույքի սեփականության իրավունքի օտարման գործընթաց սկսի եւ դրա շրջանակներում պետք է գին առաջարկի նախկին սեփականատերերին եւ եթե կգան համաձայնության շատ բարի տեղի կունենա այդ սեփականության իրավունքի փոխանցումը վճարելով համապատասխան գումարը եթե չի լինի համաձայնություն իսկ այս պահին դեռ չենք կարող ասել ինչպիսին կլինի ելքերը որովհետեւ դեռ այդ առաջարկությունը որպես այդպիսին ժամանակ կա դեռ չի եղել եթե չեն համաձայնվի այո ճիշտ եք ասում դրանից հետո հանրային գերակաշահ ճանաչելու ճանապարհով այդ օրենքի այդ կետով շարունակվի հեծի բաժնե մասերի եւ գույքի օտարման իրավունքի փոխանցման հարցը սա առաջի հարցի մասով երկրորդ հարցը վիոլա ջրի մասով ուրեմն վիոլա ջրին դուք նկատեցիք իմ զեկույցում ես նշեցի որ անցած տարի մենք արդեն 2 անգամ հայտնաբերված խախտումների համար տուգանել ենք իրենց եւ ուզեի որ բոլորիդ մոտ այդ տպավորություն ճիշտ լիներ որևէ մեկ կարգավորվող ընկերության նկատմամբ հանձնաժողովը տենց կողմնակալ կամ վերապահումով դիրքորոշումներ չունի եւ լիցենզիայից զրկելնել այս կամ այն ընկերությանը ինքնանպատակ չէ Պարզապես վիոլայի պարագայում ես բազմաթիվ իմ հարցազրույցներում արդեն եղել նշել եմ այս մասին տարբերությունը բավական մեծ է հեծի հետ կապված խնդրից որովհետև այն խնդիրները որոնք որ ունենք բովանդակային եւ հիմնական այն խնդիրները որոնք որ ունենք վիոլա ջրում այստեղ այս խնդիրների լուծման համար մեծ դեր ուներ նաեւ պետությունը ինքը որը ինչ պատճառներով տարիներ ի վեր չի արել եւ ես այդ մասին եւս նշեցի անցած տարի առաջին անգամ երրակողմ պայմանագիր հուշագիր էր ստորագրվել վիոլա ջուր ընկերության վիոլա ջրի ֆրանսիական գլխամասի ընկերության եւ Հայաստանի Հանրապետության կառավարության միջեւ որ այլևս վարձավճարները դրանք մոտ 11 միլիարդ դրամ են վիոլա ջուր ընկերության վարձավճարները կմնա ոլորտում եւ այդ գումարները անմիջապես կուղվեն ոլորտի ենթակառուցվածքների արդիականացմանը եւ վերակառուցմանը ինչը իր հերթին կբերի այդ փոփոխված ջրագծերը երբ որ A կետից B կետ X ուղղությամբ կկարողանանք այդ ծրագրերը անել 11 միլիարդ դրամի շրջանակներում տարեկան դրանք կբերեն եւ ջրագրողությունների նվազեցման եւ ստորգետնյա ջրի կորուստների ծավալի պակասեցման
այսինքն դրա արդյունքում ընդհանուր համակարգում տեսանելի ապագայում կարճ ժամանակում շոշափելի կլինեն դրական հետևանքները եւ այս միջոցառումը տեղի կունենա ոչ թե 1 տարի, այլ մի քանի տարի շարունակ եւ այս ճանապարհով այն հիմնական տեխնիկական խնդիրները, որ կախված է արկա համակարգի վիճակից եւ ոչ թե Վիոլա ջրի ընկերության կառավարման մենեջմենտի բացերն են, որտեղ սրանք պետք է իրարից տարբերենք։ Մենք ունենք երկու փունջ խնդիրներ, որ կառավարման խնդիր է եւ եղած համակարգը, ինչը որ հանձնել ենք Վիոլա ջրին, որ ինքը դա պետքա շահագործի։ Հիմա իմ նկարագրած գումարները եւ միջոցառումները գնում են ընդհանուր հնամաշ համակարգի թարմացմանը։ Սա այսպես եւ երրորդ խնդիրը 12-13 միլիոն դրամի բացականոց տարածքների մասին ով է գումարները վճարել արդյոք սեփականները։ Այս դեպքում ես մանուլին հետևելով ժամանակավոր կառավարիչը այս մասին խոսելով սակագնի ազդեցության վրա ինքը որևէ հայտարարություն չի արել, բայց չեմ հասկանում թե լրագրողների եւ թե որոշ ընդդիմախոսների մոտ որտեղից է առաջանում այդ հարցադրումը, որ սակագնի վրա ինքը ազդել է, թե չի ազդել։ Այս դեպքում պարոն Պետրոսյանը նման պնդում չի արել, որ սակագնի վրա այդ գումարները ազդում են, պարզապես ներկայացրել է իրավիճակը, սակագնի հետ կապված ինչ հարցադրում կա։ Ով է հայտարարում։ Իշխող ուժի ներկայացուցիչները։ Այտենց չէ, կոնկրետ ասում եմ, պարոն Պետրոսյանը այդ մասով ընդամենը ներկայացրել է, ինչ է տեղի ունեցել։ Պարոն Պետրոսյանը այդ ավտոկայանատեղերի մասով, որքանով որ ես եմ տեղյակ, կարծեմ թե ճիշտ եմ տեղեկացված, ոչ թե կարծեմ թե այլ վստահ եմ, որ ճիշտ եմ տեղեկացված, ինքը սակագնի հարց այդ մասով չի բարձրացրել։